Գիտեիք, որ Վարդան Մամիկոնյանի արձանը վահան չունի։ Քանդակագործն այն մոռացել էր, թե հատուկ էր արել։ 1975 թվականին երևանցիների դատին հանձնվեց Երվանդ Քոչարի այս արձանը, որի ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն էր։ Քոչարը շատ լավ հասկանում էր իր ժամանակը։ 1936 թվականին Փարիզից վերադառնալով Խորհրդային Միություն, նա հայտնվեց մի իրականության մեջ, որտեղ ազգայինը հաճախ մղվում էր երկրորդ պլան, իսկ հասարակությունն ապրում էր վախի եւ անվստահության մթնոլորտում։ Եվ հենց այդ պայմաններում նա սկսեց ստեղծել կերպարներ, որոնք պիտի հիշեցնեին մարդկանց իրենց պատմության եւ արմատների մասին։ Վարդան Մամիկոնյանի կերպարը նրա համար պարզապես պատմական թեմա չէր, այլ գաղափար։ Իր հուշերում Քոչարը գրում էր. այս կռիվը զենքի զորության կռիվ չէր, այլ գաղափարի։ Դրա համար էլ նրա Վարդանը չի պաշտպանվում։ Նա վահան չունի, նրա մարմնի ոչ մի մասը պատասպարված չէ, որովհետև նա մահից չի վախենում։ Քոչարը նույնիսկ մանրակրկիտ մտածել էր շարժումը։ Վարդանը մի փոքր բարձրացել է ասպատակին, որպեսզի հարվածն ավելի ուժեղ լինի։ Կանգնած արձան չէ, այլ շարժման մեջ գտնվող գաղափար։ Քոչարն ուզում էր, որ մարդիկ այս արձանին նայելով մի պարզ բան հիշեն. ժողովրդին կարելի է հաղթել պատերազմում, բայց անհնար է զրկել նրան ազատության ձգտումից։